Այն ամենից հետո ինչ անում է Փաշինյանը, հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի քվեն, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ ոչ։ Եթե խախտումներ չանեն, հնարավոր չի։ Ինձ տենց է թվում։ Все равно մենք բոլորս էլի դժգոհ ենք Նիկոլի կատարած աշխատանքից։ Պապի ջան, դու գոհ ես այս կյանքից։ Այս կյանքից։ Այս կառավարությունից։ Հա, կառավարությունից։ Ես շատ դժգոհ եմ։ Ես ահավոր դժգոհ եմ այս կառավարությունից։ Ես չեմ հավատում, բայց խի ինքը պետք է ընտրվի։ Օրինակ ես անձամբ իրան չեմ ընտրի։ 18 թվին ես իրան ընտրեցի, բայց փոշմանեցի։ Ես փոշմանեցի, որ իրան ընտրեցի։ Որտեղ գնում ես կոռուպցիա է, որտեղ գնում ես ահավոր վիճակը, խանութները թանկ, շուկաները թանկ, մոլորված։ Մարդկա գալիս նայում է, այն օրը մի հատ պապիկ եկավ, այդ ապելսին ծախողի ներքև, ասում է տղա ջան, մի հատ ինձ ապելսին կտաս։ Ինչքան ինձ մարաբիդնի եղավ, որ տարիքով մարդ է, այդ տղեն էլ շատ բարի գտնվեց, 2 հատ պապիկի տոպրակը տվեց, ասես վերցրու։ Եթե պղծություն չլնի խոսքը մեր մեջ։ Իսկ եթե արտադրություն եղավ, հնարավոր է, որ չլնի։ Ինձ թվում է դժվար։ Եթե մնա ձայների հաշվով սենց է, էլի, գնան ուղղակի ընտրության, ոչ թե տունը նստեն դիվան քշեն։ Անպայման պետք է գնան ընտրության։ Ում ուզում են ընտրեն, բայց գնան ընտրության։ Ինքը ինձ թվում է ինչ որ հույս ունի, որ դրանք ով չի գնա, կարողանա էլի քաշի իր կողմը։ Ինձ տենց է թվում։ Մենակ իմ կարծիքը, շատերի կարծիքը այդ հաշվով այն ոնց որ ասում է գլխի մարդկանց կարծիքով տենց է գալիս։ Իսկ այդ ջղաձգումներ են ասում, չէ՞, ջղաձգումները ինչ որ կա, ինձ թվում է որ վստահ չի ինքը։ Դրա համար էլ դիմում է Եվրոպային, ես հանցականչում ես իմ օգնության ձեռքա մեկնում իբրտե օգնեք, այդ կա մի բան, հիբրիդային պատերազմ իբրտե, ինչ հիբրիդային պատերազմ, ինչ գիտես, ով է, այդ որ ինքը Եվրոմիությունը խառնվում է, էդի հիբրիդային պատերազմ չի։ Իմ կարծիքով պետք է չընտրվի, եթե ընտրվեց դա մեր վերջն է, մեր